Ժորժան, ուրեմն խցանումներ է, ահա որ շատ մեծ խցանումներ է, չեն կարողանում բանանը, իջանք մեքենաներից, ոտքով են գնում, իրովել է, ոստիկանները փորձում են կարգավորեն խցանումը, մենք այրոպորտի խաչմերուկում ենք, այսպես ասած, ասել եմ մի վարքյան, մենք փորձենք ոտքով արդեն անցնենք խաչմերուկը, վարչապետի թեկնածը Դավիթ Համբարձումյանը նույնպես իջավ, ոստիկանը մեզ ասում է անցեք, անցնում ենք մենք, այրոպորտի այսպես ասած խաչմերուկից չկարողացանք մեքենաներով հասնենք, որովհետև անմարդկային խցանումներ էր, սենց ասեմ ձեզ, ընդհանուր առմամբ շատ լիքը մարդկանցով ենք եկել, մեքենաների հիմնական մասը մնաց ընդեղ, ես այստեղ կկարգավորվենք, կհավաքվենք իրար գլխի, ես հիշեցնեմ, որ Մասիսում երկու հրապարակ ամբողջությամբ մարդիկ դուրս էին եկել վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի կոչով, դուրս էին եկել փողոց, դուրս էին եկել սատարելու Վեհափար Հայրապետին, դիմավորելու Վեհափար Հայրապետին, խցանումներ իհարկե եղան, ես սենց ասեմ ձեզ մոտավորապես 30 րոպե Մասիսից չէին կարողանում դուրս գանք, մի կերպ դուրս ենք եկել, հիմա ես ուղղակի սենց ամենաառաջից գնում եմ, չգիտեմ ընդեղ էլի, ես այլի մարդիկ են եկել այստեղ հավաքվել, հեսա, այստեղ էլի դες դիմավորող նաև մարդիկ կան, յա, Ենրիխ ջան, ընդեղ ասեցի կանգնեն, մի րոպե, պրիվետ, չկար ասեմ, մի վարկյան, հեսա, ուզում եմ տեսնեք, ինչա ստեղ կատարվում, հիմնական հատվածը, հիմնական մասը մարդկանց խաչմերուկին մնացել, բարև ձեզ, խաչմերուկին մնացել, գալիս են, հասնում են մարդիկ, մենք եկել ենք մի ոնց որ նպատակով, մի բանով, մի վարկյան, շրայվերը լավ հանում, ես ճիշտ ասած արդեն չեմ հասկանամ, պրիվետ, ոնց եք, ես իշքոն մարդ են եկել է, ստեղից հենց էս է խաչմերուկն է, այսպես ասած փարաքյարի խաչմերուկն է, ստեղից մի անգամից սաղով, բոլորով, ոտքով շարժվում ենք դեպի Դավիթ Համբարձումյանի հետ միասին, ասեմ մի րոպե, մի վարկյան, Ժորժան, մի վարկյան, լավ, դուք ոնց եք, ժողովուրդ, հələ մի րոպե, հեսա, հասնենք արդեն, մի րոպե սպասենք, պարոն Համբարձումյան, Դենրիխ, մի րոպե սպասենք, չսպասենք, ես ինչքան մարդ կա, Հայկը բարևում է։ մի 2 րոպե ուղղակի սպասենք, որտեղ ընդեղ էլի լիքը մարդիկ կան չեն բանան, չեն հասցրել հասնել էլ այդ մարդիկ։ Ոստիկանությունը այստեղ երթևեկությունն է կարգավորում։ Շուտ փորձում է կարգավորի։ Մի վայրկյան մեզ հիշեցնեմ, որ այստեղից մեզ միացան նաև հանրապետական կուսակցության երիտասարդական թևի ակտիվը, այս պայդրությամբ ստեղ, այս կետից, մենք հիմա սպասում ենք, որտեղ ահավոր շատ մեծ խցանումներ էր, մոտավորապես ասում եմ 30 րոպե Մասիս քաղաքից չեն կարողանում դուրս գայինք, հազիվ մի կերպ ենք դուրս եկել, մի հատ այս ոնց որ կանգնենք, այստեղ նաև մեքենաներ կանգնացնելու տեղ էլ գոյություն չունի, եթե ասեմ մենք տենց ենք պլանավորել, որ մեքենաները կանգնացնենք, բայց տեղ էլ գոյություն չունի, ըստ էության բացարձակապես տեղ գոյություն չունի կանգնացնելու։ Մի խոսքով
Այս բանից այս մեքենաները, որ տեսնում եք, բոլորը այս Մասիս քաղաքից եկած ավտոշարասյան մեքենաներն են։ Ուղղը դեռ գալիս են, որովհետև այստեղ երթևեկությունը ուղղակի կաթված է արա եղել, դες ասեմ իմանաք, տեղ ու դադար չկա, այսինքն հազիվ մի կերպ ոստիկանությունը փորձում է կարգավորի, մարդիկ հավաքվում են, մարդիկ գալիս են, այստեղ նաև լուսանկարիչներ կան, կամերաներով մարդիկ կան, ես չգիտեմ, ցույց տալիս որպեսի ձեր համար բան լինի, հա, վայ, միկրոֆոնը չեմ միացրել։ Լսվում է ժողովուրդ, մի հատ ինձ գրեք, լսվում է իմ բաները, թե չէ։ Մի վարքյան մի հատ տեսնեմ միկրոֆոնը միացնեմ որպեսի։ Մի վարքյան ավելի լավ լինի էլի, զվուկ ստանալ։ Խոսում գավ մի վարքան չգիտեմ զվուկի հարցը ոնց է հիմա լսվում է ժողովուրդ լսվում է հիմա ես ուզում եմ որպեսզի դուք տեսնեք ժողովուրդ ջան որտեղ մարդիկ ուղղակի սենց ասեմ իմ աչքաչափով 3000-ի մոտ մարդիկ Մասիսի հրապարակում Մասիսի 3-ից ավել դաժե 4000 մարդ Մասիսի երկու հրապարակներում դեպ լեցուն վարչապետի տեխնացու Դավիթ Համբարձումյանի ընդամենը 1 ժամ առաջ այդ հավաքից կոչով դուրս է եկել փողոց ու սենց ասեմ ի աջակցություն ի սատարում են Վեհապար Հայրապետի քայլում ենք հիմա քայլում ենք դեպի օդանավականի դիմավորման սրահ ես հեսա մոտենամ փորձեմ մոտենամ պարոն Համբարձումյանին եթե հնարավորությունը կունենանք հա Իվարկյան այստեղ ուղղակի պետք է պատկերացնել ինչ է կատարվում երթևեկությունը ժողովուրդ եկեք դուրս գանք փողոցի մաս չենք տեղավորվում անկեղծ խոսպես մայթերում հեսա մի վարկյան այստեղ հազարավոր մարդիկ կրկնում եմ հազարավոր մարդիկ դուրս են եկել ընդամենը 1 ժամ առաջ Դավիթ Համբարձումյանի կոչով ընդամենը 1 ժամ առաջ այս մեքենաների շարքը որ տեսնում եք այս ամբողջը հələ հասնում են հələ այս երթի մի 20%-ն է եկել հələ ես ճանապարհին են մնացել խոսում եմ հետները նոր խոսում էի լրագրողներից մեկի հետ իրանք դեռ նույնիսկ չեն հասել այսինքն դեն դուս եկել այդ բարակյալի դրաս մարդիկ աջակցության այսպես տեսնում եք սիգնալներ ես սա ինչ եմ այս ամեն ինչը էլի ցույց տալիս ձեզ ժողովուրդ ջան որովհետև ինչ որ թեր հավատ մարդիկ կային թեր հավատ որոնք որ տենց ինչ որ տիպը Բա փողոցը, բա ես իմ ինչը, բա տրիգերը, բա ես իմով, տատին հիվանդ է, ես իմ մնացել եմ լիֆտի մեջ, բան ու տենց անընդհատ հետաձգում են հիմնական գլխավոր պայքարը տարբեր հիմար պատճառաբանություններով, անին ժողովրդի համբերության բաժակը լցված է, ժողովուրդը վստահ եմ նաև ունի իր առաջնորդները նույնիսկ ես կասեմ ոչ թե առաջնորդը, այս պահի դրությամբ հիշեցնեմ, որ պատիվ ունեմ դաշինքը պատիվ ունեմ խմբակցությունը առաջադրել է Դավիթ Համբարձումյանի տեխնացությունը վարչապետի անվստահության գործընթացում որպես վարչապետի տեխնացու վաղը տեղի է ունենալու բանակցություններ Հայաստան խմբակցության հետ որպեսզի պարզ լինի արդյոք Հայաստան խմբակցությունը ստորագրում է
վարչապետի անվստահության նախաձեռնության տակ, թե չի ստորագրում։ Ընդհանուր առմամբ հիմա այս պահին զերծ կմնամ իրավիճակի այդ առումով գնահատականներ տալուց, կսպասենք մինչև վաղը impeachment-ի գործընթացը խորհրդանում կհասկանանք ինչ կարգավորումներ է ստանում, նոր բան կանենք, խոսեմ։ Մարդիկ խցանումներից են բողոքում, այս հենց մենք սկիզբն ենք, էլ են փարաքյալի սկիզբն ենք, ժողովուրդ ջան, սա տեսնեք, ժողովուրդ, այս լայվը տարածում ենք, արթուն ենք եւ impeachment հեշթեգներով։ Էդգար Ղազարյանին ես կորցրել եմ, Էդգար Ղազարյանը ենթադրում եմ դեռևս հələ Մասիսից մի կերպ դուրս է գալիս, այսինքն հələ տենց բան չի էլի, Էդգար Ղազարյանի բան լինելը, այստեղ հասնելը ահագին մենք հեռու ենք իրարից, բռոպկիկը ահավոր են, ինչպես տեսնում եք մի քանի էկիպաժ ոստիկանություն փորձում է երթևեկություն կարգավորել, ես առնվազն այստեղ 10-ի չափ այս պայդելությամբ ոստիկանական բարեկային մեքենա տեսա, կրկնում եմ նորից ովքեր նոր են միացել, հազարավոր քաղաքացիներ, հազարավոր հայեր Մասիս քաղաքից եւ ոչ միայն Մասիս քաղաքից, որտեղ ոնց եմ ես Մասիս քաղաքից չեմ, Երևանից եմ, Էդգար Ղազարյանն էլ Երևանից է, ու ես լիքը Երևանից նաև մարդիկ տեսա, շատ եկել են, դուրս են եկել փողոց, իաջակցություն վեհապար Հայրապետի, իաջակցություն հայ առաքելական սուրբ եկեղեցու, դուրս են եկել փողոց եւ դա տեղի է ունեցել Դավիթ Համբարձումյանի մի կոչով, որը ընդամենը եղել է մի ժամ առաջ։ Տարբեր հաշվարկներով 3-ից 4000 մարդ։ Ես անձամբ իմ աչքերով տեսած, ես իրավենց ռակուրսով նկարեմ, որպեսզի նաև դուք էլ տենաք ինչա կատարվում վերջերով, բաներով, բան։ Սենց մեքենաների կայանման տեղերը, սենց ասեմ, որ սենց սիստեմ տենաք էլ, ասեք սենց մինչև ես իմ որտեղ չկա տեղ այլևս կանգնելու։ Ստեղ ես տեսնում եմ քիչ ավելի պրոֆեսիոնալ նկարահանում է գնում, հետո այս կադրերը կուզեմ, ձեզ կադրերը կդնեմ, կտեղադրեմ, կտենաք դուք։ Ինչա կատարվում, ասեց, ինքը ասեց։ Այստեղ։ Կարգավորումներ են արվում, սպասում ենք մեր հարազատներին, սպասում ենք մեր ընկերներին, սպասում ենք մարդկանց, ովքեր կամաց մոտենում են, հասնում են ստեղ մեզ, երևի մի 5 րոպե էլ այստեղ կսպասենք ու շարժվենք առաջ։ Լավ մնացեք, ես հեսա նորից եթեր կմտնեմ։